Իդեպ այս առաջին երևի վիդեոյի սյոմկան է, որ իրար չենք սպանել։ Բարև բոլորին, դուք GTX ալիքում եք։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր Instagram-ին, մեր YouTube-ին, որպեսզի ավելի շատ կոնտենտ տեսնեք։ Ես Նարեն եմ, ես մեծն եմ։ Ես Էվանն եմ, ես մոռացա այդ բառը։ Ես Էվանն եմ, ես միջնեկն եմ։ Ես Յանան եմ, ես փոքրն եմ։ Մի հատ բալանսը պահենք։ Հենա ձեր Յանան։ Յանա մի հատ տարի բարևի։ Բարևումատս։ Այս վլոգը ամենաանկեղծ, ամենատենց sisterhood հավես կայ վլոգն է, որովհետև մենք երեքով խոսացել ենք իրար մասին։ Այս վլոգը կարծես իմ ամենասիրած վլոգերից մեկն է, որովհետև այնց անկեղծ է, համել դաժե Յանն ասել, որ իր դուրը այս վլոգը շատ է գալիս։ Այս վլոգը քո դուրը եկել է։ Չեմ տեսել։ Ծանգնելու եմ։ Մի արա։ Գիտեք, քուր ունենալը շատ հավես բան է լինում մեկ-մեկ, բայց մեկ-մեկ էլ նենց է քեզ տանջում, որ ասում ես, վայ, երանի թե ես այս ընտանիքում մենակ ես երեխա լինեի, որովհետև նենց մեկ-մեկ կարա ներվերիդ վրա ազդի Յանան, Նարեն, մեկ-մեկ ես եմ իրենց ներվերի վրա ազդում, չեմ խաբի։ Մենք շատ ենք կռվում, բայց մեկը ես իրանց սիրում եմ, քուր աղբեր ունեք, կարա կոմենտներում գրեք, որ ձեր մոտ էլ ա տենց։ Ու մենք մեր անցած վլոգում, որ գնացել էինք Ստեփանավան, մեր հետ նաև Մոնթեն ու Շուշին էին։ Ես որոշեցի Շուշին հարցնեմ. Շուշի, դու ընդհանրապես կռվում ես Մոնթեի հետ շատ, ո՞նց է ձեր այդ հարաբերությունները, ու ինքը ինձ պատասխանեց. Ինձ անարդար եմ։ Դաժան օրես ունենում աղբորդ հետ, որ ասած Դուք ուզում ես սպանես, բայց չես կարա։ Ես էի ասում Յանայի մասին։ Այն ինչ որ ես ասել էի մեր շորթի մեջ, ով որ նայել է, ինձ կհասկանա։ Սպանես, ինձ էլ կա, որ դու ունեն սիրում ես, ասում ես ես չի կարա առանց քեզ ապրել։ Ո՞նց ես իմ բառերն ես կրկնում։ Չէ։ Ես իմ բառերն ես կրկնում։ Բասի, լուրջ, այս շորթի իմ չես նայ։ Բրամ տոп դժի իմ բառերը դու կրկնեցի։ Սպանություն կլի, բայց մի հատ է կա, որ զզվում։ Այնքան չեմ ես։ Ես առանց քեզ կյանքում չի կարող ապրել։ Անկոպ։ Վայ։ Ու հասկացա, որ մենակ մեր մոտ չի, տենց բոլորի մոտ, ով որ քուրախբերնի, տենց էլ ինչքան է կռվում են, մեկը իրար սիրում են։ Օրինակ, Շուշի, դու Մոնթեն ինչի համար եք կռվում։ Ես կռվում եմ նրա համար, որովհետև իր շորը գցում է իր մաղջիկալի վրա։ Համերիչ այստեղ ասել, ոստվաճորային թամբյուրքի դու։ Ու տենց դրա համար ես որոշեցի, որ այս վլոգը նկարեմ, որպեսզի ձեզ ցույց իրական կյանքը ոնց է եւ դու ունես երկու հատ քուրիկներ ու շատ տարբեր բնավորությունները։ Մենք ամեն մի երկրորդ բառից ինչ որ իրար կծում ենք, ու ես չէ իրանք են իհարկե կծում, ես ժերտվում եմ։ Անկեղծ չեմ հասկանում խեմ ես այս ընտանիքում լրիվ ուրիշ բնավորություն ունեն, ես էլ լրիվ ոնց որ իրանց մեջի լունցիկն եմ, տենց ասած, դրա համար մեր մեջ կրեմներ շատ են առաջանում։ Ինչպես բոլորդ գիտեք, մենք քույրիկներ ենք։ Դա շոկ ինֆորմացիա։ Ու այս վլոգը լինելու է մեր մասին, մեր կյանքի մասին, ինչպես քույրիկներ, որովհետև բոլորը գիտեն, որ եթե ընտանիքում ասենք մի հատ երեխա ու ընտանիքում մի քանի երեխա են, լրիվ տարբեր կյանքեր են։ Նարեն կարա ասի, ինքը շատ երկար ժամանակ ապրել է առանց մեզ։ Մի երկու բառով բնութագրի կարճ ոնց էր քո կյանքը։ Ամեն ինչը մենակ իմն էր։ Սենյակը ցեխոտող չկար կեղտոտ ոտերով, ջինսով կրավաթի մեջ պարկող չկար։ Բոլոր 20 տարիները միայնակ ապրելով ինջոյ եմ արել, так что։ Հիմա էլ ինջոյ չես անում։ Հիմա էլ եմ ինջոյ անում, ինձ վարիանտ ունեմ, էլի տուն գնալու, էլի միայնակ երեխային զգալու։ Առաջին challenge-ը, որ ես մտածել էի մեր համար, այն էր, որ մենք ասում էինք ով է ամենալավ խորհուրդները տալիս։ Ով է տալիս ամենալավ խորհուրդը։ Ну, որ իմ մոտս մինի հիստերիկանն է լինում ոչ կարող, որան ինձ կարա ինձ պրամ ցած նեղացնի ավերջը, որ ես ավելի հիստերիկան եմ, բայց երբ ինքը զգում է, որ այդ հիստերիկանը լուրջ է, որ համահանում արդ է, որովհետև իմ մոտ Էվայի մոտ ամեջ ու քիչ ուշ ասկսում, մոտ դարձել եղել է։ Չեն գալիս ընդհանուր հայտարարելով ամենալավ խորհուրդները տալիս։ Իմ կարծիքով եկեք ճիշտորեն Նարեն, որտեղ Նարենը մեզանից 5 տարի ավել է ապրել։ Օրինակ Էվան խորհուրդ տալ չգիտի։ Ես ու Նարեն մի թեթև գիտենք։ Ոնց չգիտեմ։ Եվ դու խորտալ չգիտես։ Լավ, անցա գույս հարցին։ Կռիվների ժամանակով ամենաշատը ներվերի վրա ազդում։ Էվան եթե ինչ-որ բան է ուզում, ինքը կարա 20-ից ավել անգամ ասի պապա, Յանա, Նարե, ու չեք պատկերացնում, եթե սկսում է մարդու վրա ազդել։ Չէ, ուղղակի սկսում է վրա խնդալ, որովհետև ազդում է, սկսում է իրան վիրավորել։
Ու քեզ թվում է որ վիրավորելով հարցը լուծում ես։ Դու ազդում ես։ Իսկ հիմա մարդ ով կողքից է նայում։ Նայեք, իրանց բոլոր կոնֆլիկտները սենց է սկսվում։ Էվան ինչ որ բան է ուզում, Յանային ասում, Յանան դրա հավեսը չունի։ Էվան սկսում է իրան մեղադրել, որ դու ընդհանրապես լավ քույր չես, ու ես հենց ինչ որ բան եմ ուզում, դու իմ վրա մունատ ես գալ նորմալ խոսаж, ես ընդհանրապես ինչին ի պատասխան Յանան ագրեսիա մոտենում կմունատ է գալի։ Դու вообще ինչ ես անում, ինչով ես զբոսաշ զբաղվում, բույս ես դու, բան։ Չի ասում։ Էվան սկսում է լացել, իսկ Էվան որ լացում է մի քիչ շատ խնդալու է։ Ինքը սկսում է տենց լացել, իսկ ես այդ արանքում պրոցեսս նստած նայում եմ, իսկ ես հենց մարդ եմ, ով ատում է նվոց ու ատում է հիստերիա։ Իսկ այս մարդը նվում է, իսկ ես մարդը հիստերիա է անում։ Կեսից ես եմ սկսում տրակել, մունատ եմ գալի երկուսի վրա, իրանք երկուսը ցում են իմ վրա մունատ գալ, ու այդտեղ վիդեո ենք նկարում Մայր Հայաստան արձանի ֆոնի վրա։ Տեսարան էր, որ ինքը մի հատ բարձր տեղից թռնում էր ներքև ու Ռիչուկին ես չէի կարա համ Ռիչին բայ, համ իրան նկարեի բան, ու Ռիչին ասել է որ նստի կողքը, սա որ տեսնում է կատու խելք գնում է։ Ու այդ մոմենտ ես սենց շեղվում եմ Ռիչի վրա, գնում եմ Ռիչի հետ, կամերան ձեռս, Էվան, վրես մունատ է գալիս։ Այդ մոմենտ ասում դու հասկանում ես, որ շունը գնա, ասենք այնտեղ ջարդվի, կորի, ես չգիտեմ ինչ ուտի։ Ինձ մեկ է, դու նկարեիր ինձ, որ չի ասում ինձ մեկ է։ Էվերսից ուզում եմ այդ ձորից իրան շպրտեմ։ Արցի ընդհանուր հայտարարից ես ու Յանան։ Նարեն էլ է մի քիչ ազդում, բայց մեր լեվելի չի էլի, մեր լեվելի։ Անան ինչ չեմ ասում, ու կայք ինչ եք հասկանում։ Լավ, ով ավելի հավանական, որ սովորական տեղում մարդաշատ տեղում սկսի լացել։ Ես թքած ունեմ, ես կլացեմ, ես ուզում լացեմ, կլացեմ։ Դու կլացես։ Ես ուժը դպրոցում որ ամենավատ տեղն է լացելու համար, ես լիք անգամ լացել եմ։ Չէ, բայց ես դպրոցում զուսպ եմ լացել։ Հարցը լավն է, ով է ավելի լավ մանիպուլատոր մեր մեջից։ Յանան։ Ես նարցիս եմ, ես աբյուզեր եմ, ես մանիպուլատոր եմ։ Ատում եմ իր տեսակով այդ մանիպուլյացիա կոչեցյալը զզվում եմ դրանից։ Դու հենց այդ է որ օծ հարսը ինքը լինելը օծ հարս։ Օծ հարս չեմ, ես շատ լավ աղջիկ եմ, եթե ես կմտածեմ, ես որ ստերվա եմ։ Ես շատ լավն եմ, ես ուղղակի իմ ուզածին ավուժող ուզում եմ հասնեմ։ Ուզում եմ այդ պիտի լինի, բայց դա չի շարունակում, որ ես ասենք վատ։ Ամեն ինչ անցավ նենց, ոսր ես պատկերացնում եմ, այն պատասխանները Նարեն ու Յանան տվեցին, որոնք ես սպասում էի։ Վերջին հարցը։ Կռվից հետո առաջինը ներողություն խնդրում։ Ես իստերիկա կարող անեմ այդպես, բայց եթե ես իմ սխալ հասկանում եմ, միակ ներողություն։ Բայց օրինակ չէ, ես օրինակ Նարեն ես հիշում եմ այն օրը, որ դու Յանայի հետ կռվել էիր, չեմ հիշում ինչի համար էի կռվել, բայց դու եկար, նորմալ իրան ասիր Յանարի խոսանք։ Այդ խոսողություն չի։ Նելը այսքան զրամականություն ես չեմ սխալվել նախսեն։ Երկրորդն էլ ավելի շուտ ես կողմնակից եմ ոչ թե հենց այդ բուն ներողություն բառի, այլ հարցը լուծելու ու գալ ինչ որ ընդհանուր հայտարարի։ Այսինքն այդքան կարևոր չէ այդ ներողությունը, դա էլ է կարևոր։ Եթե դու սխալ ես, դու պարտավոր ես ասես ներողություն, պագոնները չի իջնի։ Բայց ավելի կարևոր է գալ ընդհանուր հայտարարի, որովհետև ասենք ես ասեմ քեզ ներողություն, բայց при этом ոչ մի բան չփոխվի դրանից, իմաստը կորում է այդ ներողություն բառը։ Պետք է շատ ուժեղ մարդ ես, որ կանես ներողություն խնդրես։ Իմ կարծիքով անկեղծ կռվի մեջ ես կարող եմ հետ կռվել, բայց հիմա կռվի մեջ երկուսը էլ մեղավոր են։ Ինձ չի թվում, որ ինչ-որ մեկը լրի մեղավոր չի, ինչ-որ մեկը մեղավոր է։ Չեմ հիշում իբր դու ինձ այնակ վերջին անգամ ներողություն ասել։ Իրար տալի սպանում են, պրոստը գիտեք ինչ տիպի են, որ ծեծում են իրար, ու մեկ էլ, ասենց մեկ էլ լռություն է, տունը ձեն չկա, բա մեկ է մտնեմ սենյակ, տեսնեմ, Էվա, այսպես վիճակում, ու Յանան այսպես հետը խոսում է, հանգիստ, դու հասկանում ես, որ սա ասենց գիտեք, ասենց ցածր, ասենց թավշյաձ է, դու հասկանում ես, որ երբ դու տենց, ես նենց։ Երբ տանը բան չունեք անելու կամ քուրիկի հետ եք, ինչ-որ տենց հարցեր գրեք ու սկսեք պատասխանել։ Նենց հավես ամենից տարբեր թեմաներ են այդ խոսակցության ժամանակ բացում, որ անց ուզում եք խոսակ ու խոսակ։ Այդ challenge-ից հետո մենք արեցինք ամենահավեսը իմ կարծիքով։ Յանան խոսում է Նարեի մասին, Նարեն խոսում է Էվայի մասին, Էվան խոսում է Յանայի մասին։ Բայց եթե ասենք Յանան Նարեի մասին ինչ որ մի սխալ բան է ասում Նարեի կարծիքով, Նարեն հետևում նստած ոչ մի ռեակցիա չի կարա տա։ Ասենք թե ես ասեմ, չէ, իմ կարծիքով ես տենց չեմ ուրեմն։ Չէ, պետք է լրես սա ժամանակ։ Մեկը լռես։ Հա, Նաշնիկներ մի հատ։ Չէ, տենց չէ։ Սկզբում եք ասենք հեսա տրակել է, ինչ որ մեկը Ու շատ խնդրում եմ եղեք շատ անկեղծ։ Ու մենակ լավ բաներ միասին։ Առանց վիրավորանքների, անկեղծ, առանց ինչ-որ ստերի։ վիրավորանքների ոնց որ չգիտեմ։ Էս ուրեմն, սա իմ սիրած բանն է, մարդկանց մասի խոսալ։ Նախ միացած ասեմ, ես Նարեին
որպես մարդ դեռ տենց շատ լավ չեմ ճանաչում։ Գիտեմ մի քիչ բանանչում, բայց ես իրան տենց իր չեմ ուսումնասիրել դեռ։ Տենց չեղավ, որ առանձին մենք նստենք խոսանք այդ պատճառով հիմա ինչքան որ ճանաչում եմ, այդքան կխոսանք։ Սկսենք վատից, հետո ասենք լավից։ Նարեն մի քիչ մեծամիտ է։ Նույնիսկ էդի պապան է ասել, Նարեն շատ մեծամիտ է։ Ինքը շատ փոքր է, բայց ինքը իրան 40 տարեկանի պես է մեկ-մեկ պահում։ Էդի մեկ-մեկ իմ վրա ահա որ ազդում է։ Տենց մենակ իմ հետ կարող խոսատնած իմ մաման ու պապան։ Ու կամ չունեցիք իմ քուրն եկա, ոչ մեկ չի կարա ինչ որ բան պարտադրի։ Քանի որ Նարեն մենակ ա եղել, ինքը չգիտի, որ եթե գնում ենք խանութ, մենակ չես գրում կասա։ Ասես քուրիկներիդ հետ գնա, տով այդ քուրիկները սոված են։ Ու եթե ասենք ինչ-որ բան ես առնում, չես կարող մի հատ առնես։ Պիտի մինիմում 5 հատ առնես, որտեղ կողքից մարդիկ ուտում են։ Էդի ինչ չի դուզում, եթե դες իրանք սովորասեմ, կդզվի, էդի կդզվի։ Իսկ լավ է։ Նարեն շատ հոգատար մարդ է։ Նարեն ահա որ լավ ընկեր է, որտեղ Նարենը մարդն է, որ ասենք թե գնաս, ասես էս եմ արել, ասի դու դեբիլ ես։ Դու ես սխալ ես արել։ Ինքը բաներ չի, հոգյակը ճիշտ ես արել, դու մի բան արա։ Լիքը մարդ չի, որ կարողանում է ասենք արագ իրան ոնց որ մեզ ընդունի որպես ընտանիք։ Շատ հիմա բան եմ ասում, բայց առաջին օրվանից ես զգացել եմ, որ Նարեն մեզ սիրում է, որ Նարեն մեր մասին հոգ է տանում։ Նուրբ սիրտ ունի ու շատ բարի հոգի։ Okay, Յանայի մասին։ Ինձ ամենաշատը մինչև երեխեքի Հայաստան գալը ես զգում էի, որ ամենաշատ կոնֆլիկտները вообще ես ունենալ եմ Յանայի հետ, որովհետև ես ու Յանան շատ նման ենք տեմպերամենտներով, որտեղ երկուսը պապային ենք նման, տենց երկուսը էլ բավականին լիդերսկի բաներ ունենք մեր մեջ ու ոնց որ մի քառակուսի մետրի վրա դժվար թե sense լրիվ խախանդ ապրեինք։ Ես ունեմ մի քանի բան, որ իմ համար շատ կարևոր է։ Այդ մի քանիսի մեջ մտնում է որ մաքուր լինի շուրջս։ Ես չեմ ասի որ ես շատ sense прям over ես image մակրասեր եմ, բայց ամենայն դեպս կան բաներ, որ ես պրոստը չեմ կարող։ Եվ որ ես նայում եմ, վատանում եմ։ Ասենք եթե թափթփված եղը ես եմ այդ ամեն ինչը թափել, բայց եթե նույն տարածքում ուրիշ մարդ է թափում ու այդ մարդը Յանան է, Յանայի իստերիկաներից ես իրոք այն որ ցնցվում եմ ամեն անգամ, որովհետև այն որ իր ամենաառաջին ռեակցիան է, գիտեք ինչ իստերիկա, ոնց որ չպեմ խոզին կտրում են կոնկրետ, այն որ sense գոռում է ու չի մաղում ընդհանրապես ինչ գերցերի վրա է այդ ձենը գալիս, սաղ շենքը դղրդում է Յանայի ձենից։ Այդ տայվում է իհարկե 5 վայրկյան, հետո ինքը հանգստանում է, բայց այդ 5 վայրկյանում ուզում ես 10 սատկացնես պրոստը։ Լավ բան եմ ասում։ Յանան ունի շատ լավ հումոր։ Իհարկե մի քիչ տափակ է մեկ իմ համար, բայց իր տափակ հումորը խնդալու է։ Օրինակ Էվայի հետ չեմ կարող այդպես ջրիկանամ, իսկ Յանայի հետ պրամ այդ դեք ինչ մոմենտ է, որ non-stop խնդալու սիտուացիաներ է, որ sense չես կարողանում հանգստանալ, փորդ բռնում ես։ Sense կատուի պես է, մեկ sense որ գալիս է, sense հենվում է, sense գրկում է, sense հիշում ես որ դու մեծ քույր ես, ինքը փոքր քույր է։ Հետո լավ բան ասել է հաճելի։ Թե Էվան թե Յանան իրականում էս բան ունեն, իրancs մեկը ամեն ինչ, իրancs շուրջը ինչ է կատարում, ուզում բոմբ իրակի, ուզում է դու այնտեղ չեմ, արուն լվալնես, ինչ ուզում ես, իրancs մեկը։ Հենց մեկը։ Ինչ ուզում է թողել լինի, կարևոր չի։ Ես հիմա sense ու հերոսի չեն կարողանում փոկվեն։ Ես էլ, բայց դուք էլ։ Նարեի մասին։ Մինչև Հայաստան գալը վախենում էի Նարեից։ Դեռ չի պատկերացնում ոնց է լինելու մեր շփումը, հենց ես գամ Հայաստան, որովհետև նո ես քեզ համարը տենց չի հիշում ինչ բնավորության գիծես։ Ես ողի պապան պատմել որ դու շատ խելացի ես։ Ինձ նկարագրած միակ բանը որ ասում է ինքը շատ խելացի է։ Ինքը հերոսուն քեզ գրանցել է ոնց որ խելացիս։ Նարեի վատ գծերը, որ Նարեն իրան նկարագրում է ոնց որ շատ կոպիտ ու սառը մարդ, բայց ես անկեղծ իր հետ շփվելուց ես տենց բան չեմ նկատել իր մեջ։ Ինքը շատ բարի, ընդեկարակա, շատ հանգիստ մարդ է։ Օրինակ հա, կռիվների ժամանակ լինում է որ կոպիտանում է, ես էլ եմ տենց, բայց սովորական շփումից դու դες չի որ տենց պրամ սենց, չգիտեմ, են դժվար խարակտերով մարկանց։ Չէ, ընդհանրապես տենց չի։ Խափել եմ։ Ասենք որ մենք կռվում ենք ու ես քեզ կարամ, չգիտեմ, ագրեսիայից մի քիչ կոպիտ պատասխանեմ, ու դու ինձ դու вообще գիտես ում հետ ես խոսում, դες որ տիպի դες բաներ ունես, իմ դուր դա ընդհանրապես չի գալիս։ Մեծամիտ։ Ու կարճի հա, այդ գլխավոր մինուսներն են, որ ես պրոստը լավ, կարամ մի հատ բան ասեմ։ Կարճ։ Այն որ ես ասում եմ որ ինք չեն մաղում իրենք ինչ են ասում։ Այդ չի նշանակում որ նույն բանը ինչ որ ինքը ինձ ասեն, ինքը կարող ասի Յանային։ Յանայինը այդպես բաներ չի կարելի ասել։ Այդ պրինցիպը մարդկանց պետք չի այդպես բաներ ասել։ Եթե դու պարտվեցի դու խոսած։ Ասես կարա։ Никогда не доверяй никому։ Ինչ վլոգ նկարել եմ ես այս վերջերս, ես Նարեի հետ եմ նկարել, ու ինքը կարար, ինքը զբաղված մարդ է, ինքը ստուդենտ կա, կարար ասեր չէ, հավեսը չունեմ, գնա ինչ ուզում ես արա։ Տենց եղել է իմ կողքը, իմ համար կարևոր մոմենտ։ Հիմա ես խոսում եմ Էվայի մասին։
Եկեք սկսենք լավից, որտեղ բոլորը վատից սկսեցին։ Էվան աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն է։ Իսկ սենց ասեմ, ինքը լուրջ եմ ասում, Էվայի բարությունը իրան այնքան է, ոնց որ լույս լինի Էվան։ Այո, ինքը այնքան բարի է, որ սենց Էվային նայում, ասում ես, «Что за пупсик»։ Ահա որ բարի է, փափուկ է, սենց բնավորության առումով։ Սենց որ ուզում ես Էվային գրկես ու քնես։ Վատ կողմը։ Էվան չունի հասկանալ։ Էվան չի ուզում նույնիսկ հասկանալ։ Իսկ կարա ինքս դե կանգնած լինի 5 հոգի առաջ գնան, որտեղ նրանք շուստրեն, Էվան մնա մի տեղում։ Ճիշտ եմ ես հիմա այդ ասում, ու դու գիտես դա ճիշտ է։ Ես կարամ լացեմ հոգեբանական շատ վատ վիճակում, Էվան ասի, «Ես լացում»։ Ես вообще լացելու բան չեմ, հետ հավաքվի։ Արի ավելի լավ է խոսանք ծնողների մասին, որովհետև ծնողները մեր կյանքի մեծ մասն են։ Նստեցինք, սկսեցինք բան ասել, լավ բաներ ասել մամայի, պապայի մասին, Նարեն խոսած իր մամայի մասին, ու տենց հավես բան ստացվեց։ Պապան, այն պապաներից է, որ շատ հազվադեպ է հանդիպում մեր իրականությունում, որ իմ պապայի հետ դու կարաս սենց կիսվես ու այնպես բաներ կիսվես, որ ասենք թե լիքը մարդ ռիսկ չի անի իր պապայի մոտ իսկի սենց ակնարկի շատ լինում է, որ ես ասենք թե կարամ ինչ-որ մեկի հավանեմ կամ սիրավեմ, ու պապայի հետ դե խոսամ։ Ու այդ դրա համար ես շատ շնորհակալ եմ, որ իմ պապան տենց այդ բաները շատ գիտակից է ու կարա ինձ խորհուրդ տա կամ կարա ասի ինչ անեմ, ոնց անեմ, ոնց ինձ պահեմ։ Ուզում եմ դառնամ պարուհի, օրինակ ինքը կասի ստեղ գնա, ավելի շատ բարի գնա։ Այո, ճանապարհ ցույց կտա։ Պապան շատ հումորով է։ Լիքը եղել է, որ ես դասից սրել եմ ու ես պապային ասել եմ, պապան ասել է մալադեց։ Չէ, մալադեց, բայց ասել է օքեյ է։ Թռնում է սրի։ Պապը պրոստը ասենք adekvat է վերաբերվում։ Հա, ինքը հասկանում։ Բայց при этом ինքը ընդունում է, որ մենք երեխա ենք։ Պապան ինքը այնքանով է ստանդարտներից դուրս, որ ինքը դու իր հետ կարաս լրիվ հանգիստ խոսաս ամեն ինչի մասին, կարաս ամեն թեմայով իրանից խորհուրդ հարցնես ու այդեն չի լինելու էլի, որ տիպը բա ինչ ես տենց հարցեր տալիս, բա ինչ կա, բան կամ ասենք, չգիտեմ, ինչ որ հարցից բխող, մի հատ ինչ որ շատ ցած ռանդոմ վատ ռեակցիա տա կամ բան, вообще ռեակցիաները իրար շատ նորմալ են, էլի։ Ես մի քիչ դրա հետ համաձայն չեմ, պապա, ես մի քիչ անկախատեսելի մարդ է պապան։ Հակառակ ինքը շատ կանխատեսելի է։ Չէ, անկախատեսելի է, դու չես կարող ասենք, դու կարող լավ ժամանակ անցկացնենք, մեկ է հոպ պապան որոշի, որ այդ աշխունավատ օրն է։ Այդ առումով հա ինքը անկախատեսելի է իր տրամադրությունը, բայց պետք է իր ռեակցիան օրինակ որոշ բաների վրա բավականին կանխատեսել է։ Ուրեմն պապայի մինուսը, ամենամեծ, ամենագլխավոր մինուսը, որ ես պրոստը տանել չեմ կարողանում, որ պապան ճանճից սարքում է փիղ։ Ուրեմն մենք կարելի չէ բանի համար կռվենք, ու արդեն ես դրա մասին մոռանամ կամ արդեն չգիտեմ, այնց անեմ, որ արդեն այդ թեմայից մենք ասենք, պապան էլի հետ կգա։ Սկզբնական ռեակցիան ի լուբոյ սիտուացիայում, որ դու սխալ ես, լուբոյ պարագամ, եթե դա առաջի սկզբի մի ժամն է, սկզբի մի ժամ կես ժամը դու սխալ ես, ինքը ճիշտ է։ Մամայի պլյուսները, այն որ ինքը մեզ թողել է միշտ մեյքափի հետ խաղալ, ես դրա համար շատ շնորհակալ եմ, ես 5 տարեկանից մեյքափի հետ խաղացել եմ։ Մենք գնացել էինք եկեղեցի ու իմ ես մաման նստել էինք ու խոսում էինք ու մաման այնպես ճիշտ ինքը ինձանից լավ է հասկանում իմ մեջ ինչա կատարվում։ Պրինցիպը գնող մարդ է, ասենք թե ես մի անգամ հիշում եմ, ես իմ սենյակը չէի հավաքել, ուզում էի գնալ ընկերություն, ինձ մաման հասրել էր հետուն, ասել էր միջև սենյակը չպլպլա, դու չես գնա։ Մաման պրինցիպը կբանգնում ես պիտի գունավոր կուրտկա հագնեմ, ես պիտի էդ։ Ինչ հետաքրքիր է, Նարեն, ինչ բացասական երանգներ է տեսնում Մանոյի մեջ։ Բայց ես մանոյի մեջ, կստати, բացասական տենց երանգ չեմ տեսնում։ Ասեմ ինչի, դուք նայում եք մամայի աչքերով, ես նայում եմ Մանոն իմ համար իմ ընկերուհիս է Մանոն։ Փոքր ժամանակ ես մամայի մոտ այնց տրավմա է եղել, որ ինքը իր փոխարեն տատիկը լիքը բան արել է։ Հիմա ինքը մեզ ստիպում է ինչքան հնարավոր է մենք ինքնուրույն լինենք։ Նայեն ասես որ չէ, այդ տենց չի։ Ես Մանոյին պաշտպանելու համար ասեմ, որ չէ, Մանոն իրականում չի ստիպում տենց տիպը ինչ որ լիքը բաներ ինքնուրույն արեք, որովհետև ասենք իրանք տենց ինքնուրույն չեն։ Ես ինքնուրույն եմ։ Հա դու հա, բայց Էվան չէ։ Էվա մի նեղվի։ Չեմ նեղվում, ես ինքնուրույն չեմ, բայց սխալ բաներ եք ասում։ Ինչն եք սխալ ասում, ասա որն եք սխալ ասում։ Մոռացա, բայց շուտ սխալ ասեցի։ Եվ այդտեղ սա Էվա լոջեմ ասում։ Շուտ սխալ բան ասեցի։ Ես նայ հազվանացա։ Չեմ լացելու վայ։ Մեզ նցան։ Դու երկար նայ կսկսած։ Լավ է։ Լավ, մի ֆիքս, մի որ չլացի։
вообще մամաս մաքսիմալն է իմ ընկերուհին է։ Հա вообще իմ ընտանիքը բոլորը իմ ընկերներն են։ Այսինքն ես էլի նույն պրինցիպով կարամ լուբոյ թեմայով գամ մամայի մոտ ու խոսամ ընդհանուր ամեն ինչ։ Կարամ գամ մամային ասեմ մամա չեմ հասկանում ինչ է կատարվում։ Հա ես այդ շատ եմ սիրում էլի, որ ես երբեք չունեմ գաղտնիքներ մամայից, օրինակ մամաս գիտի իմ մասին ամեն ինչ։ Մինուսներից ես չեմ կարող ասեմ դա մինուս է թե պլյուս է, այսինքն եթե օրինակ ինչ որ ժամ կա ֆիքսված, որ ես այդ ժամի պետք է լինեմ, աշխատում եմ որ տենց լինի, որ չնեղացնեմ, այսինքն կոնկրետ ինչ որ սենց տաբուներ բաներ չկա մեր տանը։ Ես ոնց որ մենք պրոստը պայմանավորվածություն ունենք, որ եթե ինչ որ բան սենց կա, դա տենց պետքա լինի, որ դա թեմա չդառնա պրոստը։ Մենք հավես խոսացինք, հավես վլոգ ստացվեց։ Ես արդեն ուզում եմ այս վլոգնեմ։ Կոմենտներում ուզում եմ որ դուք գրեք ինչի համար եք դուք կռվում ձեր քուրիկների կամ աղբերների հետ, կամ էլ ինչի համար եք ամենաշատը դուք իրանց սիրում, որովհետեւ այդ ամեն ինչը կկարծեմ ու կասեմ, օ իմ մոտ էլա տենց կա, իմ մոտ տենց չի։ Ես ձեզ շատ եմ սիրում, մերսի որ նայում եք GGTwix-ը, լայքեր դրեք, կոմենտներ գրեք, ֆոլո տվեք մեր սոցկայքերին, որպեսզի մեզ ավելի շատ տեսնեք։ Սիրում եմ ձեզ շատ, հաջող բոլորին։ Ինքը աշխարհում մենակ ճարաճիություն անում, ինքը դոսերով չի զբաղվում, ինքը ամբողջ օրը PlayStation-ը խաղում, հեռուստացույց է խաղում, գնում է իր ընկերուհիների տուն, ասում է ջան դամ դասերի համար։ Շուշին իմ ամբողջ կյանքը ձեզ պատմեց։